Բարի երեկո բարեկամներ, արձագանք լրատվական ծրագիրը սկսում է այսօրվա ուրբաթ օրվա հուլիսի 31-ի լուրերի թողարկումը։ Ամենայն հայոց կաթողիկոսը հաջորդ ուրբաթ կկանգնի դատարանի առաջ որպես մեղադրյալ։ Նրա եւ 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործը Արմավիրի դատարանում է։ Վեհափարի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը ամոթալի եւ խայտառակ է որակում այս փաստը, համեմատում Վեհարանի իր ննջարանում խեղդամահ արված խորեն կաթողիկոսի ողբերգության հետ։ Վերջին 100 տարվա մեջ մի անգամ այսպիսի դեպքեր չի եղել, ուրեմն խորեն Մուրադբեկյանին ուղղակի խեղդամահ են արել խորհրդային միության ժամանակ ՊԱԿ-ի գործակալները եւ փաստորեն սա երկրորդ դեպքն է, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ նման պետական մեծ մասշտաբի ճնշում է իրականացվում։ Ոչ թե խայտառակություն, այլ պայքար արդարության համար։ Այս կարծիքին է քրեական գործով միակ տուժողը, կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Աթոռը կաթողիկոսական պարզապես բռնազավթված է իր կողմից, իր կլանի կողմից։ Բա պիտի արդարություն լինի, թե չէ։ Ես պայքարում հանուն արդարության։ Սարոյանը, որ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավանքին միացած միաբաններից է, այս տարեսկզբին հեռացվեց Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ու որոշեց դատարանով վերադառնալ։ Դատարանն էլ պատասխանող կողմին, այսինքն Հայ առաքելական եկեղեցուն, պարտավորեցրեց ապահովել Սարոյանի պաշտոնավարումը առանց խոչընդոտի, մինչև վերջնական դատական ակտ լինի։ Գերագույն հոգևոր խորհուրդը կաթողիկոսի գլխավորությամբ եպիսկոպոսական կարգից զրկեց Գևորգ Սրբազանին, հիմնավորելով դատի է տվել Էջմիածնին, տվել, որ պետությունը խառնվի եկեղեցու գործերին, ուրեմն անկարգ է ու անհնազանդ։ Հենց այս որոշումից հետո էլ ամենայն հայոց կաթողիկոսն ու հոգևոր խորհրդի 6 անդամներ դարձան մեղադրյալներ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Վեհափար Հայրապետին մեղադրում են մի բանի համար, որը վերաբերում է ներեկեղեցական իրավասությանը։ Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ իր նախադեպային որոշումներում հստակ դիրքորոշում է հայտնել, որ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ինքնավարությանը։ Իսկ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։ Մայրաթոռի փաստաբանական թիմում ի սկզբանե էին տարակուսած։ Պետությունն ինչ գործ ունի եպիսկոպոսի ու Մայրաթոռի հարաբերություններում։ Նրանք ուխտով են կապված ոչ թե աշխատանքային պայմանագրով, որ քննարկման հարց դառնա դատարանում։ Բնականաբար այդպես չի կարծում Գևորգ Սարոյանը։ Պետությունը որևէ կերպ չի խառնվել այս խնդրին, ես իբրև նաև այս երկրի քաղաքացի դիմել եմ դատարան, ելնելով նրանից, որ Մայրաթոռում գործող որևէ ատյան ըստ էության չի աշխատում։ Ես առաջին հայ հոգևորականն եմ միգուցե բարձրաստիճան, որ դատ եմ տվել այդ անարդար որոշումը վերանայելու համար։ Պնդում է Էջմիածնի կարգապահական ատյանները չեն գործել, ինքն էլ դատարան է դիմել։ Փաստաբան Զոհրաբյանի պնդմամբ Վեհափարին ու 6 միաբաններին մեղադրյալ դարձնելը 2018-ից եկեղեցու դեմ սկսված պետական ճնշումների շարունակությունն է։ Ի վերջո, եթե նույնիսկ համարենք, որ հոգևորականները վճռի կատարմանը խոչընդոտել են, միթե վարչական գործիքներ չկային, որ անմիջապես քրեականին անցան, հարցնում է փաստաբանը։ Առաջինը քրիստոնեություն ընդունված պետության մեջ հոգևոր առաջնորդին մեղադրում են մի բանի մեջ, որը վերաբերում է իր կանոնական լիազորություններին։ Սա իրականում շատ ամոթալի բան է։ Դատական առաջին նիստը Էջմիածնում է դատավորը Հակոբ Մանուկյանը։ Նա քննիչ է եղել ոստիկանությունում, քննչական կոմիտեում, ազգային անվտանգության ծառայությունում։ Դատավոր է նշանակվել 3 տարի առաջ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում։ Այս առաջին նիստին ամենայն հայոց կաթողիկոսը հավանաբար կմասնակցի, տեղեկացրեց Վեհափարի ներկայացուցիչը։ Հետագա մասնակցության հարցը կքննարկվի։ Ասում ես բային բնականաբար չեմ կարող վստահել։ Պաշտոնանկարված ու կարգալույց հռչակված Գևորգ Սարոյանը, որ չի լքել Մասյացոտնի առաջնորդարանի շենքն ու եպիսկոպոսական սգեմ է կրում, դեռ չգիտի կգնա նիստին, թե ոչ։ Չեմ որոշել, կտեսնենք էլ ելնելով հանգամանքներից։ Համենայն դեպս շեշտեց Վեհափարի հետ առերեսվելու հարցում կաշկանդվածություն չունի։ Իդեպ Դատալեքս տեղեկատվական համակարգում քրեական այս պատմության մասնակիցներից միայն եպիսկոպոսական կարգից զրկված տուժող Գևորգ Սարոյանն է ներկայացված, թե աշխարհիկ ու թե հոգևոր անունով։ Մյուսները Մայրաթոռի գործող եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ այստեղ ներկայացված են միայն աշխարհիկ անուններով, օրինակ Նելսոն Ռազմիկի Բաբայան, ու ոչ մի հուշում, որ խոսքը Մուշեղ եպիսկոպոսի մասին է։
Իրավապահների ուշադրության առանցքում հայտնվել է Լիպարիտ Դրմեյանը, որը դիմում է ներկայացրել դատարան։ Ընդդիմադիր գործիչը դատարանից պահանջում է զրպարտության համար պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ գրասենյակի նախկին ղեկավարին վարչապետը կասկածեց կոռուպցիայի մեջ։ Փաշինյանը 3 կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե Դրմեյանը պետական պաշտոնում սպասարկել է մասնավոր ընկերության Տաշիր գրուպի շահերը։ Այդ ժամանակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը հեծը իր ձեռքից վերցնելու եւ պետականացնելու գործընթաց սկսելու հարցով դիմել էր միջազգային արբիտրաժային դատարան, որն էլ միջանկյալ որոշմամբ պահանջել էր Հայաստանից ձեռնպահ մնալ ընկերության ակտիվները առգրավելուց, չփոխել հեծի կառավարման մարմինները եւ կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ։ Դրմեյանն ի պաշտոնե միջազգային դատարանում ներկայացնում էր Հայաստանի շահերը։ Իրավապահներն այսօր վաղարավոտյան խուզարկություն են իրականացրել Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ Մոտ 2-ից 3 ժամ տևած քննչական գործողություններից հետո Կարապետյանի փոխանցմամբ իրավապահները ոչինչ չեն առգրավել։ Կարապետյանի գնահատմամբ իր շուրջ տեղի ունեցող գործընթացները բացառապես քաղաքական են։ Իրավապահներն այսօր վաղարավոտյան խուզարկություն են իրականացրել Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ Մոտ 2-3 ժամ տևած քննչական գործողություններից հետո Կարապետյանի փոխանցմամբ նրանք ոչինչ չեն առգրավվել։ Կարապետյանի գնահատմամբ իր շուրջ տեղի ունեցող գործընթացները բացառապես քաղաքական են։ Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Քննչական կոմիտեից Ազատությանը հայտնեցին, որ գործողություններն իրականացվել են Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Ալեքսանյանը, ում կալանքն այսօր երկարաձգվեց, եւս 2 ամսով մեղադրվում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Անցած շաբաթ նույն մեղադրանքն առաջադրվել էր նաեւ Նարեկ Կարապետյանին։ Քրեական գործի մանրամասներին Կարապետյանն այսօր էլ չանդրադարձավ, դրանք համարելով անկարևոր։ Ամեն ամիս ինչ-որ բանի մեջ կմեղադրեն։ Խնդիրը մեղադրանքը չէ, անգամ պատկերացում չունեմ։ Երբ որ գնում եմ արդեն որորդ անգամ նայում եմ, պատկերացում չկա։ Իրանց խնդիրը սահմանափակելն է քաղաքական օպոնենտին, բայց ուղղակի չեն հասկանում։ Այս մի տարի ուսումնասիրում են ու չեն հասկանում, որտեղ հակառակ էֆեկտ է տալիս։ Ընդդիմադիր ուժերին ընտրակաշառքով քվեներ հավաքելու մեջ մեղադրող վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե նրանց բանտ է ուղարկելու, մինչև հաջորդ ընտրությունները։ Փաշինյանը պնդում է, թե ընդդիմադիր 3 ուժերը Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինքներն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացած շուրջ 550,000 քվեների գերակշիռ մասը կաշառքով են ստացել։ Ես ասում եմ, որ բոլորը պետքա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատա իրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Չի կարող այդպիսի բան լինել։ Նարեկ Կարապետյանն իրեն առնչվող գործով հրաժարվել է նաև ցուցմունք տալուց։ Նա այսօր դժվարացավ պատասխանել, հնարավոր համարում է, որ խորհրդարանի ձևավորումից հետո գլխավոր դատախազը դիմի ազգային ժողով իրեն կալանավորելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Դա կլինի աննախադեպ իրավիճակ, երբ երկրորդ ուժի, հիմնական ընդդիմադիր ուժի առաջին համարին փորձում են սահմանափակել ու բոլորն գիտեն ինչ նպատակներով, քաղաքական նպատակներով։ Ուզում են մի անգամ, 2 անգամ, 3 անգամ կալանավորեն, ինչ ուզում են թող անեն, դա չի ազդելու, հակառակը ազդելու։ Նորընտիր խորհրդարանը իր աշխատանքը կսկսի այս կիրակի։ Նարեկ Կարապետյանը նշեց, որ մասնակցելու են նիստին եւ որոշել են թեկնածուներ առաջադրել նաեւ այն պաշտոնների համար, որոնք օրենքով պատկանում են ընդդիմությանը։ Կարապետյանը սակայն նիստից 2 օր առաջ էլ չբացահայտեց, թե որ հանձնաժողովներն են նախընտրելու եւ ում են առաջադրելու որպես նախագահի թեկնածու։ Վերջնական որոշումը տեղի կունենա հենց
նիստից, ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ ընդհանուր խմբակցության հանդիպման, այդպես է process-ը, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Կան օրինակ կա մի քանի դիրքավորված ուղղություններ, որը վերահսկման համար բավական կարևոր է։ Դրանք հնարավոր է մենք վերահսկողության ֆունկցիա ունենալու համար իրանց գործերին հնարավոր է դիտարկենք վերցնել, բայց չեմ ուզում Եթե ես այսօր ասեմ հանձնաժողովներից մեր համար առաջնահերթությունը, իրենք այդ հանձնաժողովը կվերցնեն։ Քաղաքացիական պայմանագիրը ներկուսակցական ընտրություններով որոշել է ոչ միայն ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահների, այլ նաեւ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին։ Մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանն այսօր նորից հարցաքննվում էր քննչական կոմիտեում։ Շուրջ 7 ժամ տևած քննչական գործողություններից հետո նա նորից տեղափոխվեց կալանավայր։ Ծառուկյանը ասեմ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Այս բան գոյություն չունի։ Ծառուկյանին մոտենալ ոստիկանները թույլ չտվեցին, նա էլ հասցրեց միայն արձագանքել վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե գործարարի ու նրա ընկերությունների նկատմամբ տեղի ունեցող գործընթացն իր նախընտրական խոստումն է։ Ես նախընտրական շրջանում խոստացել եմ, չէ՞ մարդկանց, որ այդ թալանացը հետա բերվելու։ Հիմա հետա բերվում։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանին քննադատած ԲՀԿ առաջնորդին իրավապահները կալանավորեցին հուլիսի սկզբին, առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով։ Վերջերս էլ ավելացավ նաև հարկերից խուսափելու մեղադրանքը։ Այսօր քննչականում առերեսումներ էին, Ազատությանը հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը, դրանք որակելով իմիտացիա։ Այսօրվա քննչական գործողությունը իրենից ներկայացնում էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հետ առերեսման շարունակություն, այսպես ասած, մեր համար առերեսում չէր, ես դրա գնահատականը այլ կերպ եմ տալիս, առերեսման իմիտացիա, որովհետև ըստ էության, երբ որ իրական առերեսումը տեղի էր ունենում, քննչական մարմինը բազմաթիվ ապօրինություններով թույլ չէր տալիս, որպեսզի պաշտպանական կողմը իր հարցերը հնչեցնի։ 70-ամյա ԲՀԿ առաջնորդին իրավապահները ձերբակալել են նրա իսկ տանը գետնին տապալելով։ Ըստ քննչականի, Ծառուկյանը կազմակերպել եւ ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա եւ ապրանքներ, պատճառելով շուրջ $22 միլիոն վնաս։ Խոսքը տարածաշրջանի ամենամեծ իրանական առևտրի կենտրոն ստեղծելու մասին է, որն այդպես էլ իրականություն չդարձավ։ Ընկերության 50%-ի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող մուլտիգրուպն էր, մյուս 50%-ը իրանական Փարս Հիլալ Քասփյան գրուպը։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտգբարգավաճ Հայաստանի առաջնորդին, եւ դա ապացուցող պարտավորագրեր կան։ Պարոն Ծառուկյանի վերաբերյալ գործով մենք ունենք բազմաթիվ ապացույցներ։ Այդ բազմաթիվ ապացույցները քննչական մարմինի իր ձեռքի տակ ունի։ Ունեն ստացականներ, ունեն բանկային փոխանցումներ, ունեն փոխառության պայմանագրեր։ Ակնհայտ է, որ պարոն Ծառուկյանը այս գործով պետքա լինի տուժող, այնինչ նրան իրավիճակով պայմանավորված շնորհվել է մեղադրյալի կարգավիճակ։ Էմին Խաչատրյանի խոսքով նախորդ առերեսումներն այս գործով տուժող ճանաչված Իրանի քաղաքացիների հետ կիսատ էին մնացել եւ այսօր որոշել էին դա շարունակել, բայց իրենք չհամաձայնեցին, քանի որ կողմնապահության կասկածներ ունեն։ Քննչականից սակայն փաստաբանի այս դիտարկման վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում։ Փոխաբերական էլի իմաստով ասեմ, տնային աշխատանքները կատարած եկել են, այսինքն դուք կասեցրել եք մեր առերես հարցաքննությունը այն ժամանակ, երբ որ նրանք պատրաստ չէին, չգիտեին պաշտպանական կողմի հարցերը եւ արդեն իսկ պարզվում էր նրանց կողմից հայտնած ակնհայտ սուտ տեղեկությունները, կանգնեցրեցիք պաշտպանական կողմին, թույլ չտվեցիք, որպեսզի հարցերը շարունակեն, չնայած այն ժամանակել ենք մենք հայտարարություններով հանդես եկել, մեկ էլ բերել եք 5 օր հետո կամ 10 օր հետո փորձում եք ինչ-որ հակընդդեմ հարցման ապահովման իմիտացիա կազմակերպել։ Արդեն մեկ ամիս է կապարակնքված են թե Արարատ ցեմենտի, թե մյուս ընկերությունների դռները։ Ըստ Ծառուկյանի թիմի իրավապահների գործողությունների հետևանքով շուրջ 10,000 մարդ հարկադիր պարապուրդի մեջ է։ Հարկ ունենք, վարկ ունենք, կոմունալ ունենք։ Մի ամիսա մենք չենք աշխատում, մեր վարկերի օրնա 2 օր հետո չգիտենք ինչ պետք է անենք։ Ղեկավարները մեզ ոչ մի բան չեն ասում։ Երբ կաշխատենք, ոնց կլինի, ինչ կլինի։ Ժողովրդի մասին մտածող չկա։ Չգիտենք աշխատել ենք, թե չէ, շարունակելու մեր աշխատանք, թե գնանք ուրիշտեղ աշխատանք ընտրենք։ Այսօր մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել կառավարության շենքի մոտ, պահանջելով բացել աշխատատեղերը։ Ոչ մեկը իրավասու չի, իջնի այս ժողովրդին պատասխան տա։
Մի գործարան, որ չաշխատի պետությանը հարկու տուրք չտա, մարդկանց աշխատավարձ չտա, դա խնդիր չի, բալոնվել են ու վերջ, հետո, ինչ-որ մեկը կարա ասի, գույքագրում են անում, ինչ են, լա չարեցին, ես մի ամիս արդեն լինում։ Եկել ստեղ ուզում ենք մեկը իշտի, ասի գնացեք տուն, բանկերի հարցերը ձեր լուծածա, էդ էլ օրինակ եմ ասում, սեպտեմբերի 1-ին կբացվի, մենք էլ իմանանք ինչ անենք։ Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն Արադ ցեմենտում ընդհատվել էր process-ը, հիմա շարունակվում է, հիմա նաև ժամանակավոր կառավարիչ կնշանակվի, բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա որոշակի կասեցում, մի քանի օր ինչ-որ մի ժամանակաշրջան կբացվեն կաշխատեն։ Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր անց էկոնոմիկայի նախարարը Արարատ ցեմենտում կառավարիչ նշանակեց։ Նա վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանն է։ Խոզարկություն է իրականացվել մուլտիտրանսպորտ ընկերությունում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Արթուր Դալաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանքը։ Խոզարկությունը իրականացվել մուլտիտրանսպորտ ընկերությունում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Արթուր Դալաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։ Լուրերը կշարունակեն գովազդային կարճատև դադարից հետո։ Գործարար Գագիկ Ծառուկյանի մուլտի վելնես սպորտային համալիրը կապարակնքելուց շաբաթներ անց վերաբացվեց Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ եւ այլ անվամբ, այսօր հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Գործարար Գագիկ Ծառուկյանի մուլտիվելնես սպորտային համալիրը կապարակնքելուց շաբաթներ անց վերաբացվեց քաղաքապետարանի ենթակայությամբ ու այլ անվամբ, այսօր հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն իսկ վերաբացվել է նախկին մուլտի ուելնես առողջարանային համալիրը։ Համալիրը դադարել էր աշխատել հուլիսի սկզբից, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը ձերբակալվեց։ Նրան առաջադրված մեղադրանքները մուլտիվելնեսի հետ որևէ կապ չունեն, բայց այստեղ նույնպես սկսվեցին ստուգումներ։ Ավարտին իրավապահները պնդեցին, հայտնաբերել են, որ տարիներ առաջ 2023-24 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում ցույց չի տվել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն։ Պետական բյուջետ չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամ հարկ։ Քաղաքապետարանը հայտարարեց, թե խզում է Ծառուկյանի հետ կնքած հողի վարձակալության պայմանագիրը։ Քաղաքական հետապնդման կոմպոնենտը այստեղ բացառելն անհնարին է։ Հետո պարզվեց ոչ միայն տարածքն են հետ վերցնում, այլ դրա վրա կառուցված զգույքն է անցնում քաղաքապետարանի վերահսկողության տակ։ Այսօր արդեն Երևան Wellness Center դարձած մարզահամալիրի մուտքը հսկում էր քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցը, որ Ազատության նկարահանող խմբին արգելեց ներս մտնել։ Այստեղ շատ կարևոր խնդիր է, որ այս process-ները այդքան էլ չեն նմանվում իրավական process-ների։ Համալիրի տարածքը Ծառուկյանը կառուցապատման իրավունքով վարձակալել էր մինչև 2065 թվականը։ Երբ լրանար պայմանագրով նշված այս ժամկետը, գործարարը գույքը պետք է համայնքին հանձներ, պահպանելով դրա կառավարման իրավունքը։ Բայց չգիտես ինչու միակողմանի լուծումը պայմանագիրը որոշումները տրամադրվում են, որոշումների հետ մեր կողմը համաձայն չի, բնականաբար գտնում է, որ դրանք անօրինական որոշումներ են եւ դրանց վերաբերյալ արդեն հայցադիմումներ կան մուտքագրված դատարան։ Ինչպես է աշխատելու վերաբացված համալիրը, գույքը վերադարձնելու են սեփականատիրոջը, թե քաղաքապետարանը շարունակելու է տնօրինել Ծառուկյանի ներդրումներն ու գույքը։ Լրատվականից այս հարցին չպատասխանեցին, հորդորեցին բավարարվել իրենց տարածած հաղորդագրություններով, որտեղ այս մասին խոսք չկա։ Ինչ ուզում անում են, ինչ կա, այստեղ ոչ մի բան չկա օրինական։ Այնինչ անում է քաղաքային իշխանությունը օրենքի իրավունքի հետ առնչություն չունի, Ազատությանն ասաց մուլտի ուելնես ընկերության տնօրեն Արման Փիրոյանը։ Նրա ղեկավարած ընկերությունն էլ չի կարողանում բիզնեսը շարունակել, քանի որ ընկերության միլիարդների գույքն ու ներդրումն ասաց քաղաքապետարանը չի վերադարձրել։ Իմ սպայի վրա է գրանցված, դեռևս ոչ մեկ ինձ փաստաթղթային գույքի վերաբերյալ ոչ մի որոշում չի տվել։ Մարդիկ իմ գույք արդեն օգտագործում են, իմ իրերը օգտագործում են, ամեն ինչ, չգիտեմ, բոլոր, չգիտեմ, հդմը սարքերից բռնացած։
Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից առաջ անցած տարիներին ոչ նախկին, ոչ էլ գործող իշխանությունները մուլտիվելնեսի հետ որևէ խնդիր չեն ունեցել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անգամ համալիրի հաճախորդներից էր դարձել։ Մեկ տարվա աբոնեմենտը 600,000 դրամ արժողությամբ։ Նրան նվիրել է Ծառուկյանը, պնդում է համալիրի տնօրենը։ Ես անձամբ եմ Տիգրան Ավինյանին փաթեթ նվիրել։ Այսինքն նա նվիրած փաթեթով էր այցելում, թե վճարել էր։ Այո, նվիրած փաթեթ էր պարոն Ծառուկյանի կողմից, նվիրված փաթեթ ուներ ինքն։ Դե իր փաթեթ ուժի մեջ էր, հիմա էլ ուժի մեջ իր փաթեթ էր, ֆուլ փաթեթն է։ Երևանի քաղաքապետը ինչու է թանկարժեք նվերն ընդունել գործարար Ծառուկյանից ու մինչև երբ է մարզվել։ Քաղաքապետարանի լրատվականից դեռ չեն արձագանքել։ Հստակ է, որ քաղաքապետ Ավինյանի նման մուլտիվելնեսի գործող աբոնեմենտ ունեցողները ըստ քաղաքապետարանի կարող են շարունակել մարզումները նույն համալիրում։ Կարող եք վերադառնալ մարզվելուն։ Սպորտային համալիրի տնօրենը ըստ Նյուզեյմի տեղեկությունների նշանակվել է նույն կենտրոնի մարզիչ Նշան Մալխասյանը, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ակտիվ մասնակցում էր քաղաքացիական պայմանագրի հանդիպումներին։ Նրան այսօր համալիրի տարածքում հանդիպեցինք, բայց մեր հարցերին չպատասխանեց։ Օրվա վերջ գլխավոր դատախազությունը հայտնեց պետության կառավարման է անցել Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Երեկ էլ հայտնի դարձավ Ծառուկյանին պատկանող պետության կառավարմանն անցած մեկ այլ ընկերության Արարատ ցեմենտում նշանակված տնօրենի անունը։ Կառավարության նախկին անդամ Դավիթ Գևորգյանն է ԿՊԱ-կան, տարածքային կառավարման փոխնախարարն է եղել Արագածոտնի մարզպետը։ Ըստ գլխավոր դատախազության Արարատ ցեմենտն էլ պետության կառավարման է անցել ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Այսօր Ծառուկյանին պատկանող Նոյ կոնյակի կոմբինատը եւս ազգայնացվեց։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, որն առավել հայտնի է Նոյ ապրանքանիշով, հանձնվել է պետության կառավարմանն ու պահպանմանը։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։ Դեռ 2023 թվականին գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Հայցադիմումով որպես ապօրինի ծագում ունեցող գույք ի թիվս այնի պահանջվում էր Հօգուտ Հայաստանի բռնագանձել Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի բաժնետոմսերը։ Տվյալ ընկերության բաժնետոմսերի 98.3%-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ մնացած արդեն տոկոսային հարաբերակցության բաժնետոմսերը պատկանում են Multigroup Concern ՍՊԸ ընկերությանը։ Նաև պետք է նշել, որ Multigroup Concern ՍՊԸ ընկերությունը եւս հայցադիմումով ներկայացված է որպես բռնագանձման ենթակա գույք։ Այսինքն, եթե դատարանը բավարարի Multigroup Concern ընկերության բռնագանձման պահանջը, ապա անուղղակիորեն կբռնագանձվի նաև Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի բաժնեմասը։ Դատախազի խոսքով կատարել են Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ծախսերի եւ եկամուտների վերլուծություն։ Պարզել, որ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի բաժնետոմսերի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով եւ ենթակա է բռնագանձման։ Նաև պետք է նշել, որ 2023 թվականի օգոստոս ամսից հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել էր հայցի ապահովման միջոց Գագիկ Ծառուկյանին պատկանող այն գույքերի նկատմամբ, որոնք որ ըստ հայցապահանջի ապօրինի են եւ դրանց մասով արգելվել էր տնօրինել այդ գույքերը։ Պետք է նշել, որ այդ գույքերի ցանկում է նաեւ Երևանի Արարատ գինու օղու կոմբինատ բացբաժնետի իրական ընկերությունը, որի բաժնետոմսերի տնօրինումները արգելվել, ինչպես նաեւ ընկերությանը պատկանող շարժական եւ անշարժ գույքերի տնօրինումը։ Նոր փաստական հանգամանքների հայտ գալուց հետո դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հակակոռուպցիոն դատարան միջնորդություն է ներկայացրել կիրառել հայցի ապահովման միջոց։ Տվյալ միջնորդությունը հուլիսի 30-ին 2026 թվականին բավարարվել է հակակոռուպցիոն դատարանի կողմից եւ ըստ էության դատարանի որոշմամբ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ բացբաժնետի իրական ընկերության բաժնետոմսերի կառավարումը եւ պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը իդեմս էկոնոմիկայի նախարարությանը։ Այս հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ լիազորությունը ըստ էության բացառիկ լիազորություն է, որը նախատեսված է ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով, որը որ կիրառվում է բացառիկ դեպքերում եւ բացառիկ հիմքերով։ Տվյալ դեպքում հակակոռուպցիոն դատարանի գնահատմամբ առկա էր այդ բացառիկ դեպքը եւ հիմքը, եւ այս համատեքստում արդեն դատարանը կիրառել էր այս հայցի ապահովման միջոցը։
Նույն իրավական մեխանիզմը կիրառվել էր նաև Արարատ ցեմենտ ընկերության դեպքում, որի կառավարումն ու պահպանումը դատախազության միջնորդության բավարարման արդյունքում եւս հանձնված է պետությանը։ Հիշեցնենք նաև, որ դատախազությունը Գագիկ Ծառուկյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն եւ ավելի քան 105 միլիարդ 865 միլիոն դրամ։ Անդրադառնանք Վանաձորի կենտրոնում 7 տարի առաջ բացված LS նախագիծը քաղաքի ամենահաջողակ ընկերություններից է։ Շուկա մտնելուն պես միլիոնավոր դրամների շինարարական պատվերներ ստացել եւ շարունակում է ստանալ։ Վանաձորի կենտրոնում 7 տարի առաջ բացված LS նախագիծը քաղաքի ամենահաջողակ ընկերություններից է։ Շուկա մտնելուն պես միլիոնավոր դրամների շինարարական պատվերներ է ստացել ու շարունակում է ստանալ։ Շահավետ բիզնեսը հիմնադրել են 2 մանկավարժ կանայք, որոնք ճարտարապետության ոլորտ են եկել ճիշտ այն ժամանակ, երբ նրանց ամուսինները պաշտոն են ստացել Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում։ Համատեղ ընկերությամբ պետական գնումների շուկա մտած պաշտոնյաների կանայք Անի Պապյանն ու Անուշ Համբարյանը այս ընթացքում 80 միլիոն դրամի պատվերներ են ստացել համայնքապետարանների ու նախարարությունների կողմից։ Առնվազն 2 անգամ էլ մասնակցել ու հաղթող են ճանաչվել մրցույթներում, որտեղ պատվիրատուն Լոռու մարզպետարանն է եղել, իսկ պատվերների ուղիղ վերահսկողը հենց իրենց ամուսինների ղեկավարած վարչությունը։ Արդյունքում 2019-ին կանանց համատեղ ընկերությունն ամուսինների հսկողությամբ մարզպետարանից ստացել է մոտ 1.4 միլիոն դրամ, 2023-ին 2.7 միլիոն դրամ 5 կիլոմետրանոց ճանապարհի նախագծման համար։ Ամենախոշոր մոտ 10 միլիոնանոց պատվերը ստացել են այս տարվա հունվարին Սպիտակի համայնքապետարանից։ Իդեպ ընկերությունը պատվերներն ստացել է առավելապես 1 անձից գնման կամ գնանշման հարցման միջոցով, առանց իրական մրցակցության։ Իմ ղեկավարած մարզպետարանում չի կարող լինել որևէ պետական պաշտոնյա, որը որևէ տենդերի մեջ մասնակցություն ունենա, նա կազատվի աշխատանքից րոպեների ընթացքում եւ նաեւ մեծ հավանականությամբ քրեական օրենսգրքի սահմաններ կհատի եւ իրավապահներն էլ կմիջամտեն։ Լոռու մարզպետի այս նախազգուշացումը սակայն կարծես թե այդպես էլ կմնա Facebook-յան տիրույթում, թեև փաստ է, որ քաղաքաշինության վարչությունում աշխատող պաշտոնյաների կանանց ընկերությունը միայն այս մարզպետի պաշտոնավարման 10 ամիսներին բյուջեից ստացել է 18.5 միլիոն դրամ, Արեն Մկրտչյանն ազատության հարցմանն ի պատասխան նշել է, շահերի բախման խնդիր չի տեսնում, որևէ մեկին պաշտոնանկանել չի պատրաստվում։ Նշված պաշտոնյաների ընտանիքների անդամները չեն հանդիսանում Լոռու մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ։ Վերահաստատում եմ իմ խոսքը, եթե պարզվի, որ որևէ աշխատակից ծառայողական լիազորությունները օգտագործում է անձնական նպատակներով, տվյալ աշխատակիցը անմիջապես կազատվի աշխատանքից։ Ձեր կողմից նշված հանգամանքներում օրենքի խախտում չեմ տեսնում։ Օրերս, երբ աղմուկ էր բարձրացել Վանաձորի քաղաքային լճի տարածքում շատրվաններ կառուցելու ծրագրի շուրջ, Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էր կասկած հայտնել, թե մարզպետարանում որոշակի շահեր կան այդ նախագծի ետևում։ Քաղաքում որ հարցնում ասեմ, ինչու են լավ, ինչու են կպած ուզում դնեն այստեղ շատրվան, էլի իմաստը որն է, ինչի շատրվան։ Ասում ինչ որ մեկը կա մարզպետարանում, ով որ շատրվաններ տեղադրելու լիցենզիա ունի։ Եվ ասում եմ, տենց այդ մարդը լոբինգ անեն, որ շատրվան, դες քաղաքում անդադ շատրվան են դնում։ Տենդերների հետ կապ են ունեցել այս սրանց առաջ մի քանի գրոշ շպրտող տարբեր հաստագլուխներ եւ հաստավզեր, որոնք թալանել են Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ եւ այդ թվում Վանաձոր քաղաքը։ Մարզպետ Արեն Մկրտչյանը շտապել էր հերքել պնդումներն ու օրեր անց Facebook-յան էջում անհասցեն նախազգուշացրել. «Խելքներդ գլուխներդ հավաքեք»։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Ես սա անպատասխան չեմ թողնի։ Ես նաև դատական հայցեր եմ ներկայացնելու այս զրպարտությունների համար։ Մինչ մարզպետն իր ենթակաների կանանց մասնակցությունը պետական տենդերներին խնդրահարույց չի համարում, Ազատությունը եւս մի փաստի մասին էր հրապարակել։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Լևոն Հախինյանի մորը պատկանող Ղարաքիլիսա ընկերությունը եւս հաճախ լինելով միակ մասնակիցը միայն վերջին 2 տարում տասնյակ միլիոնավոր դրամների պետական պատվերներ է ստացել։ 1 տարի առաջ Ղարաքիլիսա ընկերության պաշտոնական հեռախոսահամարով Ազատության զանգին պատասխանել էր ոչ թե իր մայրը կամ գործադիր տնօրենը, այլ հենց ինքը, մարզպետարանի գլխավոր մասնագետ Լևոն Հախինյանը։
Արմլուրը հարցում է արել Երևանի կենտրոն վարչական շրջանում պարզելու քաղաքացիները ինչ թանկացումներ են նկատել եւ հատկապես որ ապրանքների գներում։ Քաղաքացիները մասնավորապես բողոքում էին կատնամթերքի Միրգ Բանջարեղենի թանկացումներից։ Ուդենք խմենք թե գնանք հանգստանանք։ Լոխել թանկ է էլի։ Որ ապրանքներն են թանկացել։ Նկատում եմ, որ թանկացումները շատ է։ Կինս առել տուրանում, իսկականից թանկ է։ Ամեն ինչն է թանկ է, ամեն ինչ։ Աշխատավարձները ցածր, բայց սա թանկ։ Միրգը չի էժանանում ուղղակի։ Ցուգատ, հաց, ամեն ինչ։ Թանկացել է։ Հա, մանավանդ միրգերը լավ թանկ է, ծմերուկը թանկ է։ Ուդենք խմենք թե գնանք հանգստանանք։ Ընդհանրապես բոլորն էլ թանկացել են, ոչ մի նորմալ ապրանք, նորմալ գին գոյություն չունի։ Կրկնակի, հա թանկանում օրերի վրա չի բավականացնում ընդհանրապես։ Եթե կողքից աշխատան կամ հարազատների օգնություն չլինի, ոչ մի բան։ Կատնամթերքը, կարագը, երշիկեղենը, մսեղենը, ամեն ինչն էլ թանկ վիճակում է։ Մսի գինը, որ 8500 դրամ լինի, ինչ եք մտածում, ոնց կարող են մարդիկ օգտվել։ Առավելևս թոշակառուները խոսքի իմ նման մարդիկ։ Մազիվ առօրյա կոմունալների ու բաների ֆինանսն ենք հասցնում, որպեսզի հոգանք, դա հանգստանալու ոչ մի բան։ Ընդհանրապես ես առևտրի հետ կապ չունեմ։ Լոխել թանկ է էլի, լոխել թանկ է։ Հասցնում եք։ Իժան։ Ես, например, չէ, բայց մնացածը գիտեմ, я на пенсии. Да, обычно узать-чузать или кушать надо ли, экономия пеновану, բայց էլի узать-чузать кушать надо ли, կոզի թանգը։ Ավելի շատ սնունդը։ Ինչ է հատկապես կատնամթերքը։ Ну, միրգը բանջարեղենը մասամբ, ոչ բոլորը։ Բոլորը։ Իհարկե նկատում եմ։ Կատնեղեն, օվեշի։ Ամեն ինչ է ես կասել, ամեն ինչը։ Քիչ-քիչ էլի երևում է։ Չէ, չեմ նկատել։ Իսկ թվում է մեր ազգային տրադիցիաների մեջ է մտնում թանկացնելը։ Ինձ մոտ տես տպավորություն է, չգիտեմ։ Նկատել եմ, ինձ թվում է մենք ավելի լավ ենք սկսել ապրել, ոչ թե հարուստ ենք ապրում, մենք ավելի հանգիստ ենք սկսել ապրել։ Գիտեք ինչ, ինձ թվում է ընդհանուր առաջընթաց կա, բայց իհարկե խնդիրներ շատ կա, բայց ինձ թվում է խնդիրներ միշտ լինելու է։ Ну կարևորը նա, որ մենք միշտ առաջ գնանք, այլ ոչ թե հետ նայենք։ Ռուսական երկաթուղիները զգուշացնում է, եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության հարավկովկասյան երկաթուղու կոնցենսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչ այսօր։ Ռուսական երկաթուղիները զգուշացնում է, եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչև այսօր։ Ռուսական երկաթուղիներ ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը կոնկրետ գումար է մատնանշել՝ շուրջ $400 միլիոն։ Եթե հայկական կողմը դիտարկում է կոնցեսիոն պայմանագրի դադարեցման կամ փոփոխման հնարավորությունը, ապա մենք էլ իրավունք ունենք ակնկալել ներդրումների վերադարձ։ Ռուսական կողմը 2008-ից սկսած ամբողջությամբ կատարում է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի, ազատելով այդ երկրի բյուջեն երկաթուղու վերականգնման եւ պահպանման համար նախատեսված ծախսերից, իսկ բաժնետերերին երբեք դիվիդենդներ չեն վճարվել։ Ընդգծելով, որ 2008-ից մինչև 2025 թվականը ռուսական երկաթուղիների ներդրումները կազմել են ավելի քան $396 միլիոն, ռուս պաշտոնյան միաժամանակ ասել է, թե հարավկովկասյան երկաթուղին խոշորագույն գործատու է, որն իր 2500 աշխատակիցների աշխատավարձերը պարբերաբար ինդեքսավորել է, աշխատավարձեր բարձրացնելով նաև այս տարվա ապրիլին։ Հարավային երկաթուղիները կոնցեսիոն պայմանագրով 30 տարում պետք է $174 միլիարդ 560 միլիոն դրամի կամ $0.5 միլիարդ ներդրում կատարի։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլ ընտրանք չկա սրան։ Այն, որ Հայաստանը մտադիր է դադարեցնել ռուսական կողմի հետ դեռևս 2008-ին 30 տարով կնքված կոնցեսիոն պայմանագիրը եւ դրա համար պատրաստ են հասնել անգամ արբիտրաժ, երեք ազատության հարցինի պատասխան ասաց վարչապետ Փաշինյանը։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաև մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե
Կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Ռուսաստանյան խոշորագույն ընկերության ղեկավարին սակայն զարմացրել է ոչ այնքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու, որքան ռուսական կողմից $2 միլիարդ վարձավճար ուզելու մասին երեկվա հայտարարությունը, թե ինչի դիմաց Հայաստանը կարող է վարձավճար ուզել, վարչապետը երեկ չէր հստակեցրել։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանգանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Ասել կամ տարեկան $2 միլիարդ վարձավճար ուզեք, կամ էլ Ռուսական երկաթուղիներ ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե զարմացած են, որ Հայաստանի վարչապետը իրենցից $2 միլիարդ է ուզում։ Զարմանքով եւ տարակուսանքով մամուլից տեղեկացանք հայկական կողմի հայտարարության մասին, որը վերաբերում է ռուսական կողմից հայկական երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճար գանձելու պահանջին։ Կոնկրետ ումից եւ ինչի համար է հայկական կողմը 2 միլիարդի վարձավճար ուզելու։ Արդյոք դա վերաբերում է հարավկովկասյան երկաթուղիներին, թե այլ կառույցի։ Հետաքրքրվել է Ազատությունը վարչապետի գրասենյակից։ Ազատությունը նաև հարցրել է, արդյոք Հայաստանը պատրաստ է կոնցեսիան դադարեցնելուց հետո ռուսական կողմին վերադարձնել շուրջ $400 միլիոն ներդրումը, ինչի մասին խոսել էր ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարը։ Կառավարությունից խոստացել են այս եւ մյուս հարցերին արձագանքել ավելի ուշ։ Այն որ Հայաստանը մտադիր է ռուսական կողմից վերցնել հայկական երկաթուղու կառավարումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ասաց այս տարվա փետրվարին, նշելով, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում։ Փաշինյանը ներկայացրել էր խնդրի լուծման իր տարբերակը։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Օրինակ Ղազախստանը, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները, օրինակ Քաթարը։ Իդեպ, եթե ռուսական կողմը խոսում է մոտ $400 միլիոն ներդրումների վերադարձի մասին, ապա Հայաստանի կառավարության պաշտոնական փաստաթղթերի համաձայն կոնցեսիոն պայմանագրի դադարեցումը մեջբերում եմ վատագույն սցենարի դեպքում գնահատվում է $103.6 միլիարդ կամ շուրջ $273 միլիոն։ Այսինքն այս պահի դրությամբ ռուսական եւ հայկական կողմերը ֆինանսական փոխհատուցման նախնական տարբեր հաշվարկներ են ներկայացնում։ Ոլորտի իրավաբանները մինչդեռ նշում են, թե քանի որ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման գործընթաց այս պահին չկա, դժվար է ասել, թե ինչ ընթացակարգով կողմերը կառաջնորդվեն։ Պարզ չէ, թե օրինակ Հայաստանը ինչ հիմքով կփորձի դադարեցնել ռուսական կողմի հետ կնքված պայմանագիրը։ Հետևաբար առանց գործընթացի մեկնարկի ու նաև կոնցեսիոն պայմանագրի դրույթների մանրակրկիտ ուսումնասիրության դժվար է նաև ասել, թե փոխհատուցման ինչ չափեր կսահմանեն կողմերը։ Ի տարբերություն Թուրքիայի արևելյան հատվածների մայրաքաղաքում Անկարայում հայ-թուրքական կարգավորման թեման ուշադրության կենտրոնում չէ։ Ազատությունը բացառիկ հնարավորություն ունի ձեզ ներկայացնելու, թե ինչ են մտածում Թուրքիայի մայրաքաղաքի բնակիչները հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Ի տարբերություն Թուրքիայի արևելյան հատվածների մայրաքաղաքում Անկարայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման այդքան էլ ուշադրության կենտրոնում չէ։ Ազատությունը բացառիկ հնարավորություն ունի ձեզ ներկայացնելու, թե ինչ է մտածում Թուրքիայի մայրաքաղաքի բնակիչները հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Ermenistan'la alakalı haberler çok karşıma çıkıyor. Միշտ էլ լավ է, որ տարբեր ժողովուրդներ հաղթահարում են միմյանց հանդեպ թշնամանքը։ Հայաստանի հետ կապված նորությունները այնքան էլ հաճախ չեն հանդիպում ինձ։ Մենք շատ ծանրաբեռնված ենք մեր երկրի ներքին օրակարգի լուրերով։ Չենք հասցնում հետևել, թե այլ երկրներում ինչ է կատարվում։ Umarım bir gün gündem daha sakin olur da I don't have to think about this process. Ես կարգավորման մասին չեմ մտածել, որովհետև ծանոթ չեմ ձեր երկրի քաղաքականությանը։ Հեռուստացույցով կամ սոցցանցերում Հայաստանի մասին նորություններ չեք տեսել։ Ոչ, չեմ հետևում, երբեք չեմ տեսել։ Մինչ Հայաստանում հարևան երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների վերաբացումը ամենաշատ քննարկվող հարցերից մեկն է, Թուրքիայի մայրաքաղաքում գործընթացի մասին քիչ են խոսում։ Անկեղծ ասած տեղյակ չեմ, որ այժմ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց կա, սակայն իհարկե միշտ էլ ավելի լավ է միմյանց հետ ներդաշնակ ու խաղաղ ապրել։
34-ամյա Մեսութի կարծիքով պաշտոնյաներն ու լրատվամիջոցները պետք է ավելի ակտիվ աշխատեն, որպեսզի մարդիկ պատկերացում ունենան, թե ինչ է կատարվում։ Որոշակի պատմական իրադարձությունները, որոնք մենք սովորել ենք դպրոցական տարիներին, իհարկե գուցե իրենց դերը ունեն երկու երկրների հարաբերություններում նոր էջ բացելու համար։ Պետությունը ու լրատվամիջոցները պետք է խոսեն այդ մասին։ Բոլորս էլ հետևում ենք սոցիալական մեդիային, սակայն ես որևէ նման բան չեմ տեսել։ Երկու տարի առաջ Հրանտինգ հիմնադրամի ու Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված հարցումները ցույց էին տվել, որ թուրքերի մեծ մասը լավատես չէ, որ հարաբերությունները կկարգավորվեն առաջիկա 5 տարիների ընթացքում։ Երկխոսության միջոցով հաշտեցումը հավանական էր համարել հարցվածների միայն 21.4%-ը։ Նույն հարցումը ցույց էր տվել նաև, որ թուրքերի մեծ մասը Հայաստանի ու հայերի մասին լսել է ընտանեկան քննարկումներից ու պատմություններից, հետո միայն պատմության դասագրքերից ու լրատվամիջոցներից։ Հեռուստացույց իհարկե դիտում եմ, հատկապես լրատվական թողարկումներն ու երբեմն տեսնում եմ այդպիսի նորություններ, սակայն այս քայլերը պետք է ավելի հստակ լինեն, հարաբերությունները պետք է դնել ամուր հիմքերի վրա, որ անցյալում ապրած ցավերն ու դժվարությունները չկրկնվեն ոչ նրանց, ոչ էլ մեզ համար։ Ոչ, լուրեր, տեսանյութեր այս թեմայով չեմ տեսնում։ Ես անձամբ մանրամասն տեղեկություններ չունեմ, չեմ կարող հստակ կարծիք արտահայտել, թե ինչ է կատարվում, սակայն հուսով եմ այս ամենը շատ շահավետ կլինի մեր տարածաշրջանի համար։ Հիշում ենք անցյալում տեղի ունեցած պատերազմները, մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Մենք խաղաղություն ու եղբայրական հարաբերություններ ենք ուզում։ Ի տարբերություն Հայաստանի, որտեղ նույն կազմակերպության պատվերով անցկացված հարցման համաձայն 64%-ն ասել էին, թե երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները շատ լուրջ են, Թուրքիայում միայն 36%-ն էին այդ խնդիրները լուրջ համարել։ Ազատությանը հանդիպած Թուրքիայի քաղաքացիների շարքում էլ կային մարդիկ, ովքեր ոչ միայն տեղյակ էին, այլև վստահ, որ այդ խնդիրները կարող են առաջիկայում լուծվել։ Դրանց թիվը, սակայն, մեծ չէր։ Կարգավորման գործընթացը անխուսափելի է, քանի որ մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ աշխարհակարգն է փոխվում։ Ազգային պետությունները վերածվում են տարածաշրջանային միավորումների, ուստի անշուշտ Թուրքիա-Հայաստան սահմանը կբացվի, որևէ պատճառ չկա, որ Հայաստանը շարունակի ճնշված ու սեղմված լինել։ Միացյալ Նահանգների նախագահը կառավարության նիստ է հրավիրել քննարկելու Իրանի հետ պատերազմը եւ բիզնեսի գների աճը, որոնք սպառնում են հանրապետականների դիրքերին նոյեմբերին կայանալիք կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Թրամփի վարչակազմը շարունակում է հարվածել Իրանի թիրախներին։ Պատերազմը շարունակվում է ամեն 5 ամիս, թեև Միացյալ Նահանգների նախագահ սկզբում ենթադրում էր, որ այն կտևի ընդամենը մի քանի շաբաթ։ Պատերազմի հետևանքով բիզնեսի գները կտրուկ աճել են, ինչը բացասաբար է անդրադարձել նախագահի վարկանիշի վրա։ Reuters-ի այս շաբաթ հրապարակած հարցման համաձայն ամերիկացիների միայն յուրաքանչյուր երրորդն է աջակցում պատերազմին, ինչը հակամարտության սկզբից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։ Պատերազմի ազդեցությունը Միացյալ Նահանգների տնտեսության վրա մտահոգություն է առաջացնում նաև հանրապետականների շրջանում, որոնք անհանգստությամբ են սպասում նոյեմբերին կայանալիք ընտրություններին, մտավախություն ունենալով, որ դեմոկրատները կփորձեն խլել վերահսկողությունը Միացյալ Նահանգների կոնգրեսում։ Աշխարհում կատարվող առավել մանրամասների մասին գովազդային կարճատև դադարից հետո։ Գազայում զինյալ խմբերը կզինաթափվեն։ Իրաքը բողոք է հայտնել իր տարածքի թիրախավորման հետ կապված։ Այս եւ այլ տեղեկություններ ձեզ ներկայացվող տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է եկել Համասի եւ Գազայի հատվածում գտնվող այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ։ Համասի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին ասել է, որ նրանք համաձայնության են եկել Գազայում լիակատար զինաթափման ծրագրի հարցում։ Իսրայելը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Ամերիկացի պաշտոնյաները հեռախոսազրույցի ժամանակ լրագրողներին ասել են, որ Թրամփը շատ հիասթափված կլինի, եթե Իսրայելը հրաժարվի համաձայնագրից։ Լրագրողների հետ զրույցում Միացյալ Նահանգների եւ Խաղաղության
խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրականացման կոմիտեն կհետևի զինաթափման գործընթացին։ Պաշտոնյաներն ընդունել են, որ Համասի լիակատար զինաթափումը կարող է ավելի երկար տևել, քանի որ նրա բանակը, թունելները եւ արտադրական օբյեկտները շատ ավելի նման են պետական, քան զինյալ խմբի օբյեկտներին։ ԱՄՆ-ի եւ Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ նախ Գազայում Համասի ոստիկանությունն իր զենքը կհանձնի անցումային իշխանությանը։ Դրան կհաջորդի ծանր զենքը շահագործումից հանելու գործընթացը, որը կներառի թունելների եւ պահեստների փակումը, ինչպես նաեւ այդ օբյեկտներում տեղակայված զինյալների հեռացումը։ Սա կլինի շատ բարդ տեխնիկական գործընթաց, որի հիմնական հարցերից մեկը կլինի հավաքված զենքի անվտանգ պահպանումը։ Վերջապես Գազայում գտնվող բոլոր անձնական զենքերը պետք է լուծարվեն Պաղեստինյան օրենսդրության համաձայն։ Պաշտոնյաների խոսքով այս գործընթացի շրջանակներում աշխարհազորայիններն ու կլանները նույնպես պարտավոր կլինեն հանձնել զենքը։ Համաձայնագիրը ձեռք է բերվել մի քանի շաբաթ տևած շատ բարդ բանակցություններից հետո, ասել է Խաղաղության խորհրդի խոսնակը։ Վոլգոգրադի Վայլդբերեզի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ Հրշեջ խմբերը դեպքի վայրում են, նախնական տվյալով վիրավորներ չկան, հայտնել է կազմակերպությունը։ Ուրբաթ առավոտյան Վոլգոգրադի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով 5 մարդ վիրավորվել եւ հոսպիտալացվել է։ Վնասվել է 2 տուն, իսկ վառելիքա-էներգետիկ ոլորտի արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Իսկ Ուկրաինայի Պավլոգրադ քաղաքի սննդի արդյունաբերական ձեռնարկությանը հասցված ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել առնվազն 10 մարդ։ Այդ մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Հանժան։ Հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել, անվտանգության տեսախցիկները ֆիքսել են ռուսական հարվածին հաջորդած պայթյունի պահը։ Reuters գործակալությունը հաստատել է տեսանյութի վայրը, հիմնվելով շենքի, փողոցային լուսավորության եւ ճանապարհային ցանցի վրա, որոնք համընկնում են հետևանքի կադրերին, արխիվային եւ արբանյակային լուսանկարներին։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախնական տվյալով Ռուսաստանը հյուսիսկորեական հրթիռ է կիրառել գյուղերից մեկի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Ռադուշնեյում ռուսները երկար ժամանակ անց առաջին անգամ Հյուսիսային Կորեայի արտադրության հրթիռ են կիրառել, նախնական տվյալները հենց դա են փաստում, ասել է Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։ Պաշտոնական տվյալներով Ռուսաստանը գիշերային հարձակման ընթացքում տասնյակ հրթիռներով եւ հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ թույլ չի տվել որևէ ռազմական գործողություն իր տարածքում եւ թույլ չի տա երկրի օգտագործումը հարևան պետությունների դեմ հարձակումների համար։ Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Բաղդադը նախապես տեղեկացված չի եղել չորեքշաբթի գիշերն իրաքյան 7 նահանգի հասցված հարվածների մասին։ Նրա տեղեկություններով իշխանությունները հարվածների մասին իմացել են տեղական ժամանակով գիշերը 2:50-ին։ Դրանից հետո Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն ռազմական եւ ուժային կառույցների ղեկավարների հետ, հետևանքները գնահատելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Իրաքի ազգային անվտանգության նախարարական խորհուրդը դատապարտել է հարվածները, դրանք որակելով որպես երկրի ազգային ինքնիշխանության խախտում։ Կառավարության ներկայացուցչի տվյալներով հարձակումների հետևանքով զոհվել է Իրանամետ ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի ավելի քան 18 անդամ, եւս մոտ 20 մարդ վիրավորվել է։ Իրաքը Սաուդյան Արաբիայից պահանջել է Սաուդյան տարածքի վրա Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների ենթադրյալ հարձակումներին ներգրավվածության ապացույցներ։ Նրա գնահատմամբ կառավարությունը նաեւ ստեղծել է քննչական հանձնաժողովներ, որոնք այդ մեղադրանքների հաստատումներ չեն հայտնաբերել։ Իրաքի վարչապետի նախատեսված այցը Սաուդյան Արաբիա հետաձգվել է վերջին հարվածներից հետո։ Այսքանը սիրելի բարեկամներ, ավարտվեց ոչ միայն այսօրվա, նաև այս շաբաթվա մեր լուրերի թողարկումները։ Մինչ նոր հանդիպում, բարի գիշեր եւ ամենայն բարիք։